Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը։ Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակի հարցով։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ եւ կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներառվեց վաղը մեկնարկող նիստերի օրակարգ։ Օրինագծի քվեարկությունը հետաձգվել էր հանձնաժողովի մարտի 3-ի նիստում։ Որևէ բանի մասին լիարժեք վստահություն հնարավոր չէ ունենալ, ԱԳ-փոխարտգործնախարարի արձագանքն է լրագրողի Ադրբեջանի սահմանային հատվածը բացելուց հետո Եվրամիության դիտորդների Հայաստանից հեռանալու Բաքվի պահանջի մասին հարցին։ Օլիվիե դե Կոտինինը սկսել է բարեկամության, համերաշխության եւ աջակցության այց Սյունիքի մարզ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից ենք տեղեկանում։ Նշվում է, որ դեսպանն այցելել է Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում գտնվող Արավուս գյուղ։ Ֆրանսիայի աջակցությամբ ԿԽՄԿ-ն այնտեղ դիսպանսեր է հիմնել։ Հայաստանում Ֆրանսիան ներդնում է միջոցներ, հավատարիմ իր սկզբունքներին, ասված է հաղորդագրությունում։ Հայ երկրպագուների նկատմամբ անկարգություն կատարելու համար Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կտուգանվի։